Մինաս Ավետիսյանի Գյումրիում ստեղծված այս երկու աշխատանքները պահպանության նկատառումներից ելնելով բավականին բարդ ու երկար ճանապարհ են անցել։ Ու չնայած Գյումրիից տեղափոխման դժվարություններին ու նաև որոշակի անհամաձայնությանը, դրանք հանգրվանել են մի վայրում, որտեղ հիանում են դրանցով հազարավոր մարդիկ աշխարհի ամենատարբեր ծագերից։ Բաց երկնքի տակ Զվարթնոց միջազգային օդանավակայանում գտնվող Մինաս Ավետիսյանի երկանք ու թել են մանում որմնանկարներն են։ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանից մոտավորապես 15 կիլոմետր արևմտյան ուղղությամբ տեղակայված է Զվարթնոց միջազգային օդանավակայանը, որի կառավարական և մեկնման սրահներում են գտնվում Մինաս Ավետիսյանի երկանք և թել են մանում որմնանկարները։ Մինաս Ավետիսյանը ասում էր, ես աշխատում եմ լույսի, այլ ոչ թե նյութի հետ, իսկ լույսը գույնն է։ Եվ իրոք մենք տեսնում ենք Մինաս Ավետիսյանի բոլոր աշխատանքներում գույների այսպես մեծ խաղ, վառ գույներ, եւ 2011-12 թվականներին ՀՀ կառավարության որոշմամբ երկու որմնանկարներ Գյումրիում գտնվող, մեկը էլեկտրատեխնիկական մեքենաներ գործարանի պատին գտնվող երկանք որմնանկարներ, մյուսը Օմեգա գործարանի պատին գտնվող թել են մանում որմնանկարները տեղափոխվում են Էռնեկյան հիմնադրամի ֆինանսական միջոցներով Զվարթնոց օդանավակայան եւ այստեղ մեծ աշխատանք է կատարում Մինաս Ավետիսյան հիմնադրամը։ Եվ այս երկու որմնանկարների փրկման աշխատանքները իրականացվում են իտալացի եւ հայ վերականգնող որմնանկարիչների ձեռքերով աշխատանքներով։ Սակայն անցնում են տարիներ եւ 2025 թվականին օդանավակայանի աշխատակիցները հայտնաբերում են, որ որմնանկարները արդեն ինչ-որ վատ վիճակում են գտնվում եւ դրա մասին հայտնում են իրենց ղեկավարությանը եւ այսպես նախագիծը Մինաս Ավետիսյան հիմնադրամի կողմից հայտնվում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համաձայնեցմանը։ Սրանք սխեմատիկ նախագծեր էին։ 2025 թվականին նախարարությանը կից մոնումենտալ հուշարձանների աշխատանքային խումբը քննարկեց այս երկու որմնանկարների նախագծերը եւ տվեց իր համաձայնությունը, որից հետո աշխատանքները սկսվեցին օդանավակայանում, կառավարական սրահում գտնվող երկանք որմնանկարը եւ արդեն ընդհանուր մեկնման սրահում գտնվող մյուս որմնանկարը, որը կոչվում է թել են մանում։ Պետք է ասեմ, որ երկանք որմնանկարը ինքը չափերով ավելի փոքր է, մոտավորապես 6 մետրը 4 մետրի վրա, իսկ մեկնման սրահում գտնվող թել են մանում որմնանկարը դա ավելի մեծ որմնանկար է, մոտավորապես 13.5-ը 3 մետրի վրա։ Աշխատանքները տևում են մի քանի ամիս, մոտավորապես 3-ից 4 ամիս, եթե չեմ սխալվում, եւ որի արդյունքում մենք այսօր տեսնում ենք վերականգնված որմնանկարներ։ Ընդհանրապես Մինաս Ավետիսյանը իր ստեղծագործական կյանքի ընթացքում իրականացրել է մոտ 500 գեղանկարներ, այդքան էլ գծանկարներ, մոտ 20 որմնանկարներ եւ նույնիսկ թատերական բեմադրությունների համար աշխատանքներ է կատարել, սակայն գիտենք հայտնի պատճառներով ոչ բոլորն են պահպանվել։ Ասում են, որ որմնանկարներ իրականացնելիս, իսկ ես լսել եմ, որ Մինասը շատ դժվարությամբ է համաձայնվել ի սկզբանե որմնանկարներ իրականացնել։ Այնուամենայնիվ, երբ առաջի որմնանկարը իրականացնում է, իրեն շատ է դուր գալիս եւ ասում են, որ կարծես թե թռչնի պես այսպես թռչկոտում էր եւ արագ եւ շատ արագ այսպես հավեսով որմնանկարները իրականացնում էր։ Ցավոք սրտի 1988 թվականի երկրաշարժը ստիպեց այս որմնանկարները փրկել, որովհետեւ այդ գործարանները, որոնք Գյումրիում, Երևանում կամ մշակույթի տները, որտեղ իրականացված էին որմնանկարները, դրանք փլուզման եզրին էին եւ որմնանկարները գտնվում էին սարսափելի վատ վիճակում։ Որմնանկարներին անդրադարձան 2010 թվականից սկսած եւ մի շարք որմնանկարներ, որոնք պատմության եւ մշակույթի հուշարձանների, անշարժ հուշարձանների ցանկում են գտնվում, դրանք տեղափոխվեցին այլ վայրեր։ Երբ որ դու մշտադիտարկում ես այն վայրերը, շենքերը, ուր կարելի է դրանք տեղափոխել, որովհետեւ դրանք շատ մասշտաբային են, հասկանում ես, որ Հայաստանում նման տեղեր շատ քիչ են եւ օրհասական էր երկու որմնանկարները տեղափոխելը։ Ինչու ընտրվեց օդանավակայանը, որովհետեւ օդանավակայանում կային այդ երկու որմնանկարների համար տեղ եւ նաեւ որմնանկարները փրկվեցին, ամենակարևորը, եւ երրորդը, որ դրանք հանրահռչակվեցին։ Օդանավակայանից մեկնողները, կառավարական սրահում եկողները Հայաստան տեսնում են Մինասի որմնանկարները առաջին հերթին եւ կարելի է ասել, որ դրանք Հայաստանի
առաջին այցեքարտերն են, հա, երբ որ օտարազգիները գալիս են Հայաստան եւ տեսնում են հենց Մինասին որմնանկարները եւ պետք է ասեմ, որ խորհրդային ժամանակաշրջանում կատարված որմնանկարները այսօր Եվրոպայում կամ Ամերիկայից եկող օտարազգիների զբոսաշրջիկների մոտ մեծ հետաքրքրություն են առաջացնում եւ հենց Մինասով բացվում է Հայաստանը նրանց համար։ Դա այն 5 որմնանկարներից մեկն է, որը կոչվում է Երկանք, որ գտնվում էր Գյումրիի նախկին էլեկտրոտեխնիկական գործարանի ճաշարանի սրահում։ Բավականին մեծ կառույց էր եւ այնտեղ ընդհանուր առմամբ գտնվում էր 6 որմնանկար։ Մեկը Աթոյան Ռաֆայելի աշխատանքն էր, որը ի դեպ նույնպես մեր հիմնադրամը ժամանակին հեռացրեց։ Եվ ինչն է հետաքրքիր, որ բոլոր այս աշխատանքները բարեհաջող տեղափոխվեցին, չնայած որ շենքը բավականին վթարային վիճակում էր գտնվում եւ որ այսքան պահպանվել էր, ուղղակի հրաշքի պես մի բան է։ Ամենաշատը թերևս վնասվել էր Թորոս Ռոսլինի որմնանկարը, որը գտնվում է Ջաջուրում եւ դուք Այո, որն ի դեպ մենք նկարեցինք, վերականգնման աշխատանքը անգամ։ Ինչպես եւ մնացած երկու որմնանկարները, որոնք կառավարության շենքից ամռանը այս տարվա տեղափոխվեցին էլի Ջաջուրի թանգարան։ Այս նկարը բերվեց դեռ այն ժամանակ, երբ այս օդանավականը կառուցվում էր, բերեցինք այս ճանապարհով եւ հիշում եմ ինչպիսի դժվարությամբ ենք գալիս, որովհետեւ որմնանկարները մենք բերում ենք կանգուն դիրքով եւ բանից պարզվեց, որ Երևանից միջև օդանավակային ճանապարհին կան բազմաթիվ խոչընդոտներ, էլեկտրական լարեր, գազի խողովակներ եւ մեր մեքենան չէր կարողանում անցնել ու հիշում եմ ինչպես էինք մենք բարձրացնում այդ լարերը, այսինքն շատ հետաքրքիր ոդիսական մի ամբողջ պատմություն էր այդ ամբողջ տեղափոխման գործընթացը, ինչպես նաեւ ինքը վերականգնումը իտալացի այն ժամանակ մասնագետների եւ հայ մասնագետների հետ։ Ուրախությամբ եմ նշում, որ նկարը այստեղ է գտնվում, կոնկրետ այս դեպքում հաստատ շատ մեծ ուրախությամբ, որովհետեւ գիտեք ինչ որ առումով սա նաեւ մեր երկրի դեմքն է, հա, մեր մշակույթն է, մեր ժողովրդի անցած կենցաղն է եւ ինձ թվում է, որ դա միգուցե ինչ որտեղ որոշ բարձրաստիճան հյուրեր, որ այցելում են Հայաստան։ Այո, այս սրահով անցնելով առաջինը հենց այս գեղեցիկ որմնանկարն են տեսնում։ Այդ առումով շատ ուրախ եմ, որ Հայաստանը դիմավորում է իդեմս Մինասի այս ճկնաղ որմնանկարի, որը վերջերս բառացի վերջերս 1 ամիս մի քիչ ավել առաջ նորից վերականգնվեց, ամրակայվեց, մաքրվեց մեր հայ մասնագետների ուժերով եւ արված է աշխատանքը բավականի բարձր պրոֆեսիոնալ որակով, ինչի համար նույնպես շատ շնորհակալ եմ եւ շատ ուրախ եմ։ Իդեմս մեր նախարարության, որ կազմակերպեց աշխատանքը, իր հովանու մեջ վերցրեց եւ տեսնում ենք հիմա արդեն շատ ամբողջական, շատ լավ վիճակում ուներ որմնանկարը խնդիրներ բերելուց հետո էլ, որովհետեւ Հայաստանը գիտեք ինքը բավականին մեծ փոշու բան կա, խնդիր կա, փոշի շատ կա դետոնացիա օդանավականում, որտեղ մեծ ինքնաթիռներ են իջնում եւ այլն եւ 14 տարիների ընթացքում որոշակի խնդիրներ առաջացել էին այնուամենայնիվ ներքի խնդիր կար որակի։ Հիմա այդ կարծես վերացավ եւ ես ինքս եմ տեսնում ամենալավ վիճակում, այսպես ես էլ չեմ տեսել այսքան լավ։ Ինքը մաքրվել է, ամրակայվել է եւ դեռ կարծում եմ շատ երկար տարիներ խնդիր չենք ունենա։ Զվարթնոց օդանավականում գտնվում է Մինասի 2 միանգամից որմնանկարներ, երկրորդը գտնվում է երկրորդ հարկում, մեծ սրահում, չվերթների սրահում։ Կոչվում է Թելենմանում կամ Գորգեն գործում, երկու անվանումն էլ սխալ չեն։ Բավականին ծավալ ու մեծ աշխատանք է եւ դա էլ շատ լուրջ վնասվածքներ ուներ, որտեղ գործարանը, որում գտնվում էր, էլի նախասրահում էր, բավականին մեծ վնասվածքներ է ստացել շենքը անմիջապես։ Բացի դրանից շենքի ետին պատը, որ կար, բաժանարար պատը, որի վրա Մինասի գործն էր, հետևը կար ծծմբաթթվի շատ մեծ կաթսա, որը շուռ էր եկել եւ այդ ծծմբաթթուն ներծծվել էր պատի մի հատվածում, ձախ ներքին հատվածում եւ երբ մենք հասանք այդ օրը ռեստավրատորների հետ, մենք ուղղակի բռնեցինք այդ կտորը, որը ուղղակի ընկնում էր։
Այսինքն շատ հանգարցակի բան ստացվեց, այլ ձմեռել էր ցուրտ, հիշում եմ, եւ ամրացրեցինք այդ կտորը տեղում, որ չփլուզվի։ Այսինքն գործերի վիճակը իրոք շատ ծանր է, վատ է վիճակը։ Դա էլ վերվեց, որոշում կայացվեց, վերվեց օդանավակայան եւ հիմա նույնպես շատ լավ վիճակում է։ Ամրակայվեց այս ծրագրով ամռան աշնանես հատվածում եւ հիմա բոլորս կարող ենք տեսնել իր իրական բնական համարյա վիճակում շատ լավ վիճակ։ Ի սկզբանե օդանավակայանի աշխատակազմի կողմից նկատվել էին, որ խնդիրները առաջացել որմնանկարի վրա եւ տեղեկացրել էին օդանավակայանի ղեկավարությանը եւ օդանավակայանի ղեկավարությունը կապնվել էր Մինաս Ավետիսյանի ֆոնդի հետ ու ֆոնդից էլ ինձ դիմեցին, որպեսզի գան գնահատենք որմնանկարի ներկայիս վիճակը, եթե կան թերություններ, այդ թերությունները ինչ պետք է արվի, որոշում կայացվի։ Մենք եկանք Արման Ավետիսյանի հետ, ուսումնասիրեցինք որմնանկարը, կազմեցինք թերությունների ակտը, ինչ խնդիրներ է առաջացել ու դա փոխանցեցինք օդանավակայանի ղեկավարությանը։ Օդանավակայանը իր հերթին հետևողական կերպով դիմեց կարգին համապատասխան նախարարությանը, կազմվեց նախագիծ վերականգնման աշխատանքների եւ այդ նախագիծը հաստատելուց հետո աշխատանքները իրականացվեցին։ Դետոնացիայի եւ միկրոկլիմային հարմարվելու հետևանքով որոշակի խնդիրներ էին առաջացել։ Առաջնային խնդիրը կար, որ արդեն 10 տարուց ավել որմնանկարը գտնվում էր այստեղ եւ բավականին հաստ փոշու շերտ կար, ինչը նույնպես վիզուալ խանգարում է եւ ընդհանուր ընկալմանը։ Դրա համար մաքրվեց որմնանկարը եւ ունեինք հատվածներ, որոնք ճաքել էին եւ առանձնացել էին բջջավոր պանելի հիմքի վրա տեղափոխման ժամանակ, այդ հիմքից առանձնացել էին։ Այդ հատվածներում սրսկումներ են իրականացվել ու նաև ունեինք խնդիրներ, որ նախկինում արված տոնավորումները, որ տեղափոխման ժամանակ կորուստների հատվածներ էին եղել, այդ հատվածները մքեցել էին ու արդեն չէին համապատասխանում իրենց գույնով, երանգով հեղինակային ներքի շերտին։ Դրանք է շտկվել են, որպեսզի որմնանկարի ընկալումը լիարժեք լինի։ Հիմնականը խնդիրներ ունեինք, օրինակ այս ձեռքերի հատվածներում եղել են կորուստներ, որոնք տոնավորվել են ու բավականին մքացել էին։ Այս կենտրոնից աչուձախ հատվածներում ունենք երկու հատ ցենց մի քիչ փքված հատվածներ, որոնք ճաքչքել էին ու եզրերով էին ճաքերը շատ։ Առանձնացումներն էլ իր հիմքից հիմնականում եզրի հատվածներում էին։ Այդ բոլոր խնդիրները շտկվել են եւ ստորին հատվածը էլի ունենք կորուստներ եւ ճաքեր օգտագործվում են համապատասխան նյութեր, ինչը մենք նախապես ներկայացնում ենք նախագծում եւ հաստատվում է։ Այդ նյութերը բոլորը մասնագիտական ռեստավրացիոն նյութեր են, կա գերմանական ունենք, իտալական, թե ռուսական, ըստ իրավիճակի կոնկրետ սրա դեպքում հիմնականում գերմանական են օգտագործվել նյութերը ներարկումների, որտեղ փորձից ելնելով առավել արդյունավետ են։ Չեմ կարծում, թե մոտակա տասնամյակներում ինչ որ հիմնական խնդիր կարող է ունենա, բայց պրոֆիլակտիկ փոշու մաքրում եւ ընդհանուր առմամբ որոշ ժամանակը մեկ ուսումնասիրել, հետեւել որմնանկարին անհրաժեշտությունը միշտ կա եւ լավ կլինի որ դա արվի։ Թելեմանուն որմնանկարը նա ավելի մեծ է, շատ ավելի մեծ է մասշտաբով, խնդիրները սակայն նմանատիպ էին։ Էլի ունենք որոշ հատվածներ, որ ճաքչքել էին որմնանկարները եւ հիմքից առանձնացում, նույն տոնավորումների մքեցում եւ այնտեղ խնդիրներից մեկը, որ ստեղ չկա, լուսավորության կազմակերպման որոշակի խնդիր կար, որ մենք դիմել ենք օդանավակայանին, որ իրենք ձևափոխեն, քանի որ տեղադրված էին բավականին մոտիկ ու բարձր ջերմատվությամբ լուսարձակներ, ինչը իր հերթին կարող է նորից որմնանկարի ջերմաստիճանի տատանումների պատճառ դառնալ, ջերմաստիճանի տատանումներն իրենց հերթին այդ ամեն խնդիրների հիմք հանդիսանան։ Օդանավակայանի ղեկավարությունը խոստացել է, որ կձևափոխի լուսավորություն։ Հասանելիությունը անխոս ավելի դժվար էր։ Բացի այդ դժվարացնում էր, որ այդ որմնանկարի դիմացի հատվածը ինքը շատ թեթև կոնստրուկցիա է, բավականին թույլ մետաղական լիստերի վրա։ Մենք մշակեցինք տեխնոլոգիա, ինչ տնենք, որպեսզի մեր փայտամածերը կարողանանք տեղադրենք, բարձրանանք։ Տեխնիկական առումով նրա վրա ավելի դժվար էր աշխատելը։
Ես տեղյակ եմ ժամանակին, երբ հարց առաջացավ, որ պետք է տեղափոխվի Երևան, մասնավորապես հենց Զվարթնոց միջազգային օդանավակայան, շատերը հենց Գյումրիում դեմ էին, չէին ցանկանում պարզապես որպեսզի Մինասը Գյումրիից հեռանա, ինչպես նաև այն որմնանկարների հետ կապված, որոնք ջաջուրում են, թեև ջաջուրի իմաստով մի փոքր ավելի բարի էր, այսպես ասած, բոլորի տրամադրությունը, որովհետև մնում էր Շիրակի մարզում։ Սրա հետ կապված, հա, ի վերջո լավագույն լուծումներ այստեղ բերելը, թե ոչ։ Ասեմ ձեզ, իրականում հրաշալի կլիներ, որ որմնանկարները մնային իրենց վայրերում, բայց դա տեխնիկապես հնարավոր չէր, ֆինանսապես հնարավոր չէր։ Եվ մինչև այսօր էլ այդ խնդիրը կա։ Հայաստանում բանից պարզվում է, մենք ուղղակի չունենք նման հարմար սրահներ, այդ քանակի, հարմար պատեր, որտեղ որմնանկարը ունի դիտելու որոշակի օրենքներ, այսինքն պետք է պերսպեկտիվ առնի, հա, այդպեսի բառ կա։ Հեռանում ես։ Այո, մոնումենտալ աշխատանք է, պետք է հեռավորությունը լինի դիտելու։ Լավագույն որոշումը երբևիցե, երբ որ մեր երկիրը ի վիճակի կլինի, դա մոնումենտալ արվեստի մեծ թանգարան սարքելն է, եւ ոչ միայն Մինասը հավաքվի։ Այդտեղ պետք է հավաքվեն մեր 20-րդ դարի որմնանկարները, որմնանկարչության օրինակները, ինչպես նաև ես կարծում եմ նաև որոշ դեպքերում շատ հաջողված բեմական ձևավորումներ, որոնք ընթացքում մաշվում են եւ հնարավոր չի միշտ ցուցադրել օպերայի, ասենք բալետում։ Դրանք էլ կարելի է տեղափոխել, որտեղ մենք ունենք բացառիկ գլուխ գործողներ։ Այ խորհրդային միությունից եկած բալետի ամբողջ պատմությունը օպերայի կորցրել ենք շատ բաներ։ Իսկ եթե ունենայինք նման թանգարան, մենք ունենանք նաև նման սրահներ, եւ դա կլինի տարածաշրջանում միակը։ Հաստատի մոնումենտալ այս աշխատանքների համար անհրաժեշտ է մոնումենտալ հսկայական մի մեծ շենք։ Այո, ես դա երևակայում եմ sense եթերային ինչ-որ թեթև մի կառույց, լուսավորված, շատ sense լույսերի մեջ ողողված, նույն Գյումրիում կավարնի, որտեղ ամենաշատը Գյումրիում ունենք 60-ականների այդ սերունդի փայլուն ինձ թվում է նկարիչների մի ամբողջ խումբ, որ այնտեղ ստեղծագործել են, եւ դա կլիներ եզակի մի բան, կարծում եմ ուշ թե շուտ կգանք դրան։ Մինաս Ավետիսյան հիմնադրամը այո, կարող է նախաձեռնել այդ աշխատանքը։ Ես պատրաստվում եմ դրա մասին մտածել, որովհետեւ կարծում եմ, որ туриզմի զարգացման համար, մանավանդ այ հիմա Շիրակը, Գյումրին մասնավորապես բավականին մեծ հոսք կա տուրիստական, եւ դա կարող է շատ նպաստել, եւ դա կլինի բացառիկ բան ներկայացնելու մեր 20-րդ դարի, մանավանդ երկրորդ կեսի մշակույթը մեծ հաշվով, հա, գեղանկարչական առումով, որմնանկարչական։ Մենք ունենք փայլուն նկարիչներ։ Ես կխնդրեմ մի փոքր Մինասի հենց որմնանկարների հետ կապված։ Քանի աշխատանք ունի, որտեղ են եւ ընդհանրապես ինչպես էր ինքը մոտենում որմնանկարներ իրականացնելու այդ ստեղծագործական աշխատանքին։ Ասեմ ձեզ, որ մենք չէինք ունենա Մինասի որմնանկարներ երբևիցե, եթե չլիներ իր երկրացի գյումրեցի նկարիչ Գարուշ Հովսեփյանը։ Գարուշ Հովսեփյանը գտնում էր այդ պատվերները, այդպիսի պատվերներ կային, որոնք ավելի շատ այսպես նկարիչների փող էին աշխատում, հա, այդպես ասենք։ Իսկ Մինասը նման բաների դեմ էր, ռուսերեն ասած խալտուրա էր անվանում եւ երբեք չէր մասնակցում նման հարցերին։ Բայց Գարուշ Հովսեփյանը անընդհատ գալիս խնդրում էր, վերջում էլ ասում էր. «Այ մարդ, քեզ պետք չի, ինձ օգնի, ես չեմ կարող այդ մասշտաբի գործեր անել»։ Գործարար ջիղը այնտեղից է, ստեղծագործականը այս կողմից։ Եվ Մինասը համաձայնում է օգնել։ Ճիշտ ասած չգիտեմ առաջի հենց որմնանկարը որն է, ինչքան գիտեմ գիշերն է։ Հետո Մինասը գրում է, որ իրեն դուր եկավ աշխատանքը, որովհետև այդտեղ մոնումենտալ խնդիրներ են լուծվում եւ ինքը գրել է, երբ ես աշխատում եմ մոնումենտալ գործերի վրա, ես ինձ զգում եմ զորավար, ասում։
Գույների կախարդը 20-րդ դարի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկը շարունակում է հիացնել ու հուզել իր բացառիկ ստեղծագործություններով ու դրանցից անմասն չեն մոնումենտալ աշխատանքները, որոնք վերականգնումներից հետո դեռ երկար տարիներ կտպավորեն իրենց կատարողական վարպետությամբ ու հայկականությամբ։ Բաց երկնքի տակ Զվարթնոց միջազգային օդանավակայանում գտնվող Մինաս Ավետիսյանի «Երկանք» և «Թել են մանում» որմնանկարներն էին։